Ողջույն բոլորին։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կենդանակերպի մի քանի նշանների, որոնց կհաջողվի հարստանալ 2025 թվականի ապրիլին։ Մոհսեն Նորուզիի կարծիքը։ Հայտնի էքստրասենս Մոհսեն Նորուզին վստահ է, որ ապրիլին կենդանակերպի 6 նշանների ներկայացուցիչներ հարստանալու հնարավորություն ունեն։ Ցուլ, ձեզ հաջողություն է սպասվում, բայց որպեսզի չվախեցնեք նրան, դուք պետք է ճիշտ բաշխեք ձեր ժամանակը եւ էներգիան, ավելի շատ ժամանակ հատկացրեք ամենակարևոր բաներին, արեք միայն այն, ինչ ձեզ դուր է գալիս, դուք կարող եք ձեռք բերել հմտություններ, որոնք ձեզ օգտակար կլինեն ապագայում, դուք միջոցներ կունենաք երկար սպասված ձեռքբերումներ կատարելու համար, առյուծներ, ձեզ երաշխավորված ֆինանսական հաջողություն է սպասվում, դուք հեշտությամբ կհասնեք ձեր նպատակներին, կունենաք լրացուցիչ մոտիվացիա, կարող եք լուծել ամենաբարդ խնդիրները։ Մի զուլացեք, հիմա ամեն ինչ կարող է ձեզ մոտ ստացվել։ Հաջողություն կունենաք նաև ձեր ճանապարհորդությունների մեջ։ Կարիճներ, թիմային աշխատանքը ձեզ մեծ հաջողություն կբերի։ Դուք չեք կարող ինքնուրույն հաղթահարել ձեր առաջադրանքները, ձեզ անհրաժեշտ է համախոհների թիմ։ Ձեր վաստակած ամբողջ գումարը կարող եք ծախսել տան բարեկարգման վրա։ Մի հրաժարվեք ձեր սկսած գործերից եւ մի հանձնվեք հանգամանքների ճնշման տակ։ Երկվորյակներ, կարող եք հաջողության հասնել կարիերայում։ Ցույց տվեք ձեր տաղանդներն ու կարողությունները, լավ գումար աշխատելու հնարավորություն կունենաք։ Ձեր վճռականությունը կապահովի ձեր կարիերայի աճը։ Ցույց տվեք իմաստություն ամեն ինչում։ Ձեզ մեծ ֆինանսական շահեր են սպասում։ Խեցգետին ձեզ շատ դրական պահեր են սպասվում։ Դուք կարող եք հաջողության հասնել ցանկացած բիզնեսում, պատրաստ եղեք աշխատելու մարտահրավերներին։ Վստահորեն վերցրեք հանձնարարված խնդիրները։ Ձեզ հնարավոր է նոր պաշտոն առաջարկեն։ Խոյ, ձեր ֆինանսական վիճակը զգալիորեն կբարելավվի։ Հարիզմայի շնորհիվ կարող եք հասնել ձեր ուզածին։ Դուք աշխատասեր եք եւ կարող եք շատ գումար վաստակել։ Ազատորեն նվաճեք բոլոր բարձունքները, բայց մի մոռացեք ուշադրություն դարձնել ձեր ընտանիքի եւ ընկերների վրա։ Շարժվելով առաջ ձեր ուշադրությանը կներկայացնենք կենդանակերպի 5 նշանների, որոնց խոսքերը միշտ իրականանում են։ Երբևէ հանդիպել եք մեկին, ում խոսքերը կարծես թե ձևավորում են իրականություն։ Այն մարդիկ, ովքեր ասում են կտեսնես, դա կլինի եւ հետո ինչպես կախարդանք դա տեղի է ունենում, նրանք ասես իրադարձությունները կանխատեսելու կամ նույնիսկ երևակայելու թաքնված ունակություն ունեն։ Աստղաբանությունը ասում է, որ կենդանակերպի որոշ նշաններ ավելի հավանական է, որ այս շնորհը ունենան։ Անկախ նրանից, թե դա նրանց բուռն ինտուիցիան է, թաքնված օրինաչափությունները նկատելու կարողությունը կամ բացահայտ նպատակասլացությունը, այս 5 նշաններն ունեն իրենց խոսքերը գործի դնելու արտասովոր ունակություն։ Նրանք կարող են ոգեշնչել, զգուշացնել կամ նույնիսկ ձևավորել ապագա։ Եկեք ծանոթանանք այս բառերի կախարդների բնավորության զարմանալի գծերին։ Կարիճներ։ Կարիճներին հաճախ սխալ են հասկանում, բայց մի բան հաստատ է, նրանց ինտուիցիան ածելիի պես սուր է։ Այս մարդիկ ուշադրության վարպետներ են, որոնք կարող են զարմանալի պարզությամբ տեսնել մարդկանց եւ իրավիճակները։ Նրանք կարող են պատահաբար մեկնաբանել։ Ես այնպիսի զգացում ունեմ, որ դա տեղի է ունենալու։ Հետևանքները կանխատեսելու նրանց կարողությունը բխում է մարդկային էության խոր ըմբռնումից։ Կարիճները բնական դետեկտիվներ են, որոնք միասին հավաքում են նուրբ նշանները, որոնք ուրիշները բաց են թողնում։ Այս հմտության շնորհիվ նրանք գրեթե մարգարեներ են թվում, բայց զգույշ եղեք, նրանց ազնվությունը կարող է վնասել։ Զարմանալի չէ, որ կարիճներին հաճախ նկարագրում են որպես ուժեղ եւ խորհրդավոր։ Նրանց խոսքերին չի կարելի անլուրջ վերաբերվել, թերևս դա է պատճառը, որ շատ մարդիկ նրանց հանդեպ ակնածանքի եւ վախի խառնուրդ են զգում։ Աղեղնավոր։ Աղեղնավորը արկածախնդիր է, բայց թույլ մի տվեք, որ նրանց ազատամիտ էությունը ձեզ հիմարացնի։ Նրանք աներևակայորեն կապված են իրականության հետ։ Աղեղնավորները լավատեսության եւ գործնականության յուրահատուկ համադրություն ունեն։ Երբ ասում են, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա հազվադեպ է հիմնված ֆանտազիայի վրա։ Ընդհակառակը դա հաստատվում է փաստերով, տրամաբանությամբ եւ փորձով։ Աղեղնավորները մյուսներից տարբերվում են գործերը վերջին հասցնելու կարողությամբ։ Եթե բան են խոստացել, վստահ եղեք, որ կկատարեն այն։ Հենց այս հուսալիության պատճառով է, որ նրանց խոսքերը հաճախ կշիռ են ունենում։ Աղեղնավորները նաեւ միտումների եւ օրինաչափությունների խոր զգացողություն ունեն, ինչը նրանց օգնում է կանխատեսել արդյունքներ, որոնք ուրիշները կարող են չնկատել։ Զարմանալի չէ, որ նրանց վստահությունն իրենց կանխատեսումների նկատմամբ հաճախ հանգեցնում է նրան, որ նրանք ճիշտ են դուրս գալիս։ Կույս։ Կույսերը բացարձակ ռեալիստներ են, հայտնի լինելով իրենց բծախնդրությամբ, նրանք չմտածված հայտարարություններ չեն անում։ Եթե կույսը ինչ-որ բան է ասում, կարող եք վստահ լինել, որ դա հիմնավորվում է։
ուշադիր դիտարկմամբ և վերլուծությամբ։ Նրանք տեսնում են մանրամասներ, որոնք ուրիշները բաց են թողնում, ինչը թույլ է տալիս նրանց կանխատեսել արդյունքները զարմանալի ճշգրտությամբ։ Կույսերը գրեթե արտասովոր կարողություն ունեն զգալու, երբ ինչ-որ բան այն չէ։ Նրանց նուրբ բնազդները հաճախ զգուշացնում են նրանց վտանգի կամ խնդիրների մասին, նախքան դրանք առաջանալը։ Սա ստիպում է նրանց կանխատեսումներին մարգարեական թվալ, թեև իրականում դա տրամաբանության և ինտուիցիայի համադրություն է։ Կույսի խոսքերը հազվադեպ են անլուրջ, նրանք չեն խոսում, քանի դեռ համոզված չեն, թե ինչ են ասում։ Այսպիսով, երբ նրանք խորհուրդներ են տալիս կամ կիսվում իրենց մտքերով, ուշադիր լսեք։ Այդ ամենը կարող է ձեզ շատ պետք գալ։ Ձկներ։ Ձկները կարող են հանգիստ և զուսպ թվալ, բայց թույլ մի տվեք, որ նրանց նուրբ պահվածքը ձեզ մոլորեցնի։ Նրանք ապագան գուշակելու անսովոր ունակություն ունեն։ Այս երասկոտ ջրային նշանը սերտորեն կապված է ինտուիցիայի և զգացմունքների հետ, որոնք հաճախ տանում են նրանց ապշեցուցիչ ճշգրիտ եզրակացությունների։ Երբեմն նրանց կանխատեսումները գալիս են պատահական մեկնաբանությունների տեսքով, իսկ երբեմն էլ վառ երազների միջոցով, որոնք կարծես հաղորդագրություններ են այլ աշխարհից։ Ձկները հայտնի են իրենց խորը երևակայությամբ և զգայունությամբ, ինչը թույլ է տալիս որսալ իրենց շրջապատող նուրբ էներգիաները։ Այծեղչյուր։ Ունենալով մեծ կարգապահություն և գործնական միտք, այծեղչյուրները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև ձևավորում են այն։ Երբ այծեղչյուրն ասում է, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա սովորաբար նշանակում է, որ նա արդեն գծել է այն քայլերը, որոնք կհանգեցնեն դրան։ Այս երկրային նշանը հայտնի է իր ուժեղ ինտուիցիայով և ռազմավարական մտածողությամբ։ Այծեղչյուրները կերպարների և իրավիճակների հիանալի դատողներ են, հաճախ հստակ գիտեն, թե ինչ և երբ սպասել։ Պատահական չէ, որ նրանց խոսքերը հաճախ կրում են մարգարեության ծանրություն։ Նրանք մեծ ջանքեր են գործադրում համոզվելու համար, որ ճիշտ են։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։